Այդ համբալին ասա վաղը կամ մոտս։ Թե չէ ես իր ընտանիք եմ մտնելու։ Առավոտ ասի։ Ապով եկալ գցենք բանաժի։ Ինչ ծանր է։ Ինչ ա եղել, հարավես։ Դու ինձ ասա։ Եթե սրա մասին ես ասում, ավտոյի դռան եմ խփել, ոչ մի լուրջ բան չկա։ Լսի։ Դու շուտով կարող ես դատավոր դառնալ ու դրա համար բոլոր հատկություններն ունես։ Քեզ ընդհանրապես շատ քիչ բան ա մնացել, որ ավարտես Արդարադատության ակադեմիան ու քննություններդ լավ հանձնես։ Գիտեմ։ Ու այդ ուղղությամբ էլ ես աշխատում եմ։ Չէ, Դավիթ, դու հիմա ճիշտ հակառակն ես անում։ Քեզ հնարավորություն ա տրված ու papan էլ պատրաստ է ամեն ինչով օգնի, բայց դու որոշել ես կործանես ապագադ։ Լուրջ եմ ասում, չգիտեմ ինչի մասին ես խոսում։ Գորի, Դավիթ։ Նա քրեական հանցանք ա գործել ու դատապարտվել ա։ Եվ Սի դու իսկականից ես հասկանում։ Դատավոր դառնալու համար դու պետք է մաքուր հեղինակություն ունենաս, ոչ թե գողերի ու հանցագործների հետ շփվես։ գոռա հանցագործ չի, իրան դատապարտել են մարդու կյանքը փրկելու համար ու դատապարտել են անարդար։ Ու ում ա դա հիմա հետաքրքիր։ Քո կարծիքով մամուլս ու գողորգանները խորանալու են այդ ուղությամբ։ Ոչ իհարկե։ Բոլորը գոռալու են, որ քո ամենամտերիմ ընկերը դատվածություն ունի։ Լսի դու գոռին չես ճանաչում, քանի որ երբ որ մենք ամուսնացանք ինքը ժամանակ բանտում էր։ Բայց եթե մի անգամ դու իր հետ շփվես, կհասկանաս, որ դու սխալ կարծիք ունես իր մասին։ Սի դու ինձ չես լսում։ Չէ, դու ինչ չես լսում։ Ես կարիերա չեմ ստեղծի ընկերների զոհաբերելով, կարաս այդքան գնաս ու պապայիդ փոխանցես։ Դու լուրջ ես հիմա։ Լուրջ եմ խոսում։ Ուզում ես ասես, որ դու պատրաստ ես քո կարիերան ու մեր ապագան զոհաբերես հանուն ընկերներիդ։ Պատրաստ եմ։ Դա եսասիրություն ա, Դավիթ, էգոիզմ։ Ոչ, դա կոչվում է ընկերասիրություն ու արդարություն, քանի որ հիմա գոռը նորա դուրս եկել բանդից ու ես պետք է իր կողքին լինեմ, իմացար։ Լսի դու շատ կզղջաս որոշմանդ համար։ Դու քեզ ես օրենքից արա։ Լիքը մարդկանց մոտ ցույց ես տվել, որ ինչ չես արգում։ Ու դու մտածում ես ինձ խփելով քեզ կհարգեն արա։ Դու ոչ մի բան ես։ Պապայի բալա։ Հետն էլ բես բրիձերշիկ։ Քո նմանների վերջը նույնն է։ Դու քո դարդը լացի, որ ես հավասարվելու ես 1000 տարվա մեռելներին։ Դու ես կյանքը լավ չես ճոքում, բեք։ Իսկ դու բացատրի, ես ընդունակ տղա եմ։ Դու հարգանք ես ուզում, բայց այդ հարգանքը չես վաստակել։ Քեզ հերդ ամեն ինչ սին ու վրա մատուցել է։ Դու իմ նման վիշ չես դրել։ Քրտինք ու արյուն չես թափել։ Ու ինձ խփելով ոչ մի բան չի փոխվելու։ Դու ես քարը գցեցիր քո վրա, ոչ։ Հեսա որ սատկես ես քաղաքում լիքը մարդ, թե հետև կշնչի։ Լիքը մարդ գիտի, որ դու իմ հետ պրոբլեմ ունես։ Ու քո հետևից գալու են։ Սրան ասա մի հատ փոսել քո համար փորի։ Ու երկար չես ցկելու։ Դու մեծ ամբիցիաներ ունեիր։ Բայց հեսա որ սատկես սկի տեղը չեն իմանալու, որ վրա այդ մի հատ քար գցեն։ Սրա պասպորտով մի հատ Մոսկվայի տոմսար։ Իրան թաղի մաշնեն էլ տար այրոպորտում կանգնացրը։ Մեղավ բեք ջան։
Ան հոտելից կշտացա արդեն։ Հիսաբերում եմ ցավդ տանեմ։ Մամջան, դու չես ուտում։ Ես կերել եմ արդեն։ Մի քիչ առաջ կերա։ Գնամ սենյակը հավաքեմ։ Իրերդ։ Ապրես մամջան։ Անուշարա։ Ալո։ Գոր բարի երեկոն Էլինա։ Հուսով եմ չխանգարեցի։ Չեն էլ ջան, ասա։ Ուզում էի ներողություն խնդրեի քեզնից։ Պապան քեզ չէր ուզում վիրավորեր, պարզապես Կարիք չկա, ես վիրավորված եմ։ ես ուղղակի ինձ շատ վատ եմ զգում։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Ես քո պապային չեմ մեղադրում։ Կարող ենք հանդիպել, Հա, իհարկե կարող ենք։ բայց ուրիշ բան չմտածես, ես ուղղակի ուզում եմ քեզ հետ առանձին հանդիպեմ ու խոսեմ։ Հա, խնդիր չկա։ Բայց մի պայմանով։ Ինչ պայման։ Դե որ ես մի ջազեպի մասին չենք խոսում, մեկ էլ չենք խոսում իմ բանտում անցկացած տարիների մասին։ Պայմանավորվեցինք։ Լավ, Դե վաղը կզանգեմ տեղն ու ժամը կասեմ։ շնորհակալ եմ։ Բարի գիշեր։ Հաջողություն։ Նանե ջան, շատ ասազում։ Համ նուրբ, համ շատ էլեգանտ է, չէ՞։ Շատ սիրուն է։ Բայց դու քեզ ո՞նց ես զգում։ Ինձ թվում է մի քիչ մեծացնում է։ Սիրելիս, դու արդեն շատ մեծ ես, ուղղակի մենք չենք ասում, որ դու չնեղվես։ Կլինի դու ուղղակի գնաս։ Չի լինի։ Չգիտեմ, ինչ որ ուրիշ բան եմ ուզում, ինչ որ խենթ, կարճ։ Խենթ բան ընտրելուց առաջ հիշի, որ քեզ նայելու ես նկարներում։ Դու որոշի, ուզում ես հիշես ինչ սիրուն էիր, թե ինչքան խենթ։ Իրականում երկուսը մեկում։ Երազանքներին նայ։ Բայց եթե խենթ բան ես ուզում, ինձ թվում է կարելի է այսպես գրել Մարիշ։ Կլինի դու գնաս։ Լավ, այնտեղ ներսում մի հատ էլ շոր ունեմ, գնամ փորձեմ։ Հիմա հաջորդը։ Օրինակ ես առանց հարսից գեստի եմ ամուսնացել Մարիշ։ Իսկ ես ընդհանրապես մտածում եմ, որ հարսանիքը անիմաց ծախսը։ Ինչի՞։ Դե այդ փողն կարելի է գնալ ու ինչ-որ լավ երկիր տեսնել։ Մեկը մյուսին չի խանգարում։ Հա, բայց եթե հարուստ փեսաց ունենամ։ Ոնց է։ Ապա շատ ասազում։ Ուղղակի պետք է մարդկանց զգուշացնել, որ պես են դու ես։ Թե չէ մատուցողի տեղ կարող է դնել պատվերներ տան։ Ասակ դու իրամի լսեի, ուղղակի քեզ կոստյումով չենք տեսել։ Արա դե լավ թարգեք վայ։ Հազիվ ենք համոզորոր կոստյում ակնի։ Իսկականից, սազում ասակ։ Սևո ինձ մնար ես ջինսով կգայի։ Նանեն էլի կպել ասում ուզում կոստյում հագնես։ Փաստորեն նանեն քեզ տեն շուտ կոտրեց, հա։ Մի քիչ կոր դիմադրեիր։ Արա դե սուսու։ Խոսքս ինչ է համուն որ ամուսնաց, հա։ Կինը չի թողել որ նույնիսկ մեր հեռախոսազանգերին պատասխանի։ Այ 100% ապե։ Սենց մեծ խոսացողների վերջը միշտ էլ է տալու։ Երազեք։ Ռեկ։ Սարքն եմ անում ենք ծնում։ Դու ես անջաշատ գնի մի գնացի մտեցի գնա փորձի։ Կերը։ Դա ես հարսանիքի կասում ես։ Այ հակա հիգենիկ, ես քանի մաչա գնացիլան խանութից նորմալ առել։ Դու հակա հիգենիկ բժիշկ որտեղ ես տեսել։ Ես օրը 20 անգամ ձեռները սոճարով լվանում եմ։ Ճիշտ է ասում։ Սա տոններ հետը մանա տալիս։ Բայ մերն հումորից։ Սապոն չի հակա բակտերիալ օճար, այ անգրագիր։ Հակա բակտերիա։ Այ էսա շատ լավն է։ Բայց նորմալ կպահես, որ հետո մենք էլ հակնենք։
Արի։ Բասի մեր արսնիկն 2 ամսից արա։ Բեք, զենքդ բայ։ Ինձ ինչ ասել են, ես հետ եմ փոխանցել։ Կուրսի ես, որը ռեստորանը մա։ Հա։ Զանգի տղեկին ասա թափով ասնեն ընդը։ Մինչև մենք էլ ասնենք։ Երկա թվերեկները։ Նանե ջան, իմ հրաշք աղջիկ։ Ինքան կուզենայի, որ հիմա հայրդ մեզ հետ լիներ ու տեսներ, թե ինչ սիրուն հարսիկ ես։ Բայց ես համոզված եմ, որ ինքը ամեն ինչ տեսնում է ու մեզ հետ ուրախանում է։ Սարգիս ջան, խոստանում ես, որ իմ նանեին լավ կպահես։ Ինքը ինձ համար ամեն ինչ է։ Դե ես էլ խոստանում եմ, որ քեզ համար աշխարհի ամենալավ զոքանչը կլինեմ։ Ինչի զոքանչի լավն է, լինում տիկին կարողում։ Հələ հետ արի։ Շատ մեր զույգի համար։ Տիկին Կարինեն, ուզում եմ ասեմ, որ նանեն իմ համար ես կյանքում ամենաթանկ մարդն է։ Ու ես ամեն ինչ կանեմ, որ ինքը իրան երջանքից վերին կողքի։ Շնորհակալ եմ Սարգիս ջան։ Դե իհարկե քավորն էլ ամեն ինչ կանի, որ մեր այս հրաշալի զույգը ճիշտ ճանապարհից կյանքում չշեղվի։ Մեր զույգի համար, բրավո! Ձեզ համար երեխեք ջան, թող ձեր կյանքի բոլոր պահերը լցված լինեն երջանկությամբ, ուրախությամբ ու ջերմությամբ։ Ժողովուրդ, բայց մի րոպե, Սակնան, իրականում մենք երկար ընկերներով մտածեցինք, քննարկեցինք, թե ինչ կարելի է նվիրել մեր նորապսակներին ու բացի հիմնական նվերից որոշել ենք, որ 3 օրով ձեզ ուղարկում ենք Ծաղկաձոր ամենաթույն հյուրանոցը իր սնունդով ամեն ինչով մի հատ բարձր եկեք։ Էս ձեզ վերցրեք, անպայման շատ լավ անցնելու։ Բայց մենք էլ ենք գալու։ Ոնց որ պապը սերիազում 2-ով գնաք, 3-ով գաք։ Արա դե Մեր զույգի համար։ մենք ներսակին մարդ կա, սերատակից դուրս չեն գա։ Դու մտածում ես ես կատակ եմ անում, Սարո։ Մտածում ես պետք է թողեն, որ նանեին վրիցս տանեն։ Չէ բեք, բայց ոչ սենց հարսանիքի ժամանակ։ Հենց սենց, ու հարսանիքի ժամանակ, որ սաղի համար դասել մի։ Իջան։ Կարաշի ռասկլադը սենց է։ Մտնում ենք ներս հարսին գողնում դուրս են գալիս։ Ով վիստուպա տեղավ տեղում գլխից թողում եք։ Հասկացաք մրդը։ Հա բեք ջան։ Ես տերեմ գնացինք։
Ես ինչեր ես անում, արա։ Ես քեզ չասի մոռացի այդ աղջկան։ Այդ ուզում ես գլխիցս թռնես։ Հորդ խոսքը չես հարգում, այ լակոտ։ Գնացեք ստեղից հլը։ Ռադեք ստեղից քան չեմ սատկացրել սաղիդ։ Գնացի։ Սրան տար օֆիս։ Տարիներ կսկսեն կմնեն երասները բոլոր քո պատկեր անեղծ կվահեն օրերում անաստատ ու մոլոր քո պատկեր անեղծ կվահեն օրերում անաստատ ու մոլոր Տարիներ կսահեն կմերեն երասներ բոլոր Քո պատկեր անեղծ կպահեն Մի րոպե, մի հատ խնդրում եմ, էլի աղբորպես այն իմ սիրած երգ Ты сказала, мне тревожно, не подумай уезжать. Меня бросить невозможно, можно потерять. Անցինես, վերենգի տետ, թե չելի կացուս տակ կցեմ։ Հայ դու լրի նյուխդ կոցել ես, կեզում տեղնես դրի այ, բա դու արա, կեզրել է որտեղ ուս կողեն ես, թե փորձանքի բերանտան ես։ Դու սեք եք սենակիտ, ռատ է ետ։ Խոսալսում եմ։ Դու ինձ ստորացրիր, պապ։ Տղերքիս մոտ ցույց տվիր, որ ես ինձանից ոչ մի բան չեմ ներկայացնում։ Պրոստը փալաս, պապայի բալա։ Տենց էլ կա։ Դու ես կյանքում ոչ մի բանի չես հասել։ Լսի արա, ես որ չլնեի հիմա քեզ 10 անգամ գլխից թողել էին։ Ես կյանքում դու ինքնուրույն ոչ մի բան չես արել։ Այդ գնը բոշին հարցրը արել եմ, թե չէ։ Բոշ ինչ կապ ունի արա։ Այն կապ ունի, որ սաղ մտածում են այդ Ֆուլցոնը Մոսկվա է թռել։ Բայց չէ, ես իմ ձեռներով դրան սատկացրել ու անտաշամպես թաղել եմ։ Անասում դու ասկեմ ես ինչ ես արելա, որը դու ես սաղ թաղել ես, անասում ես սաղ կողերը մեր դեմ են դուս կալու։ Բա ինչ անեի, այդ Ֆուլցոնը մարդկանց մոտ վրավս կվուր է վրացրել, բա ոտես չէի թողելու։ Ովա կեզ տես բանոս է։ Սաղ կաղաքը խոսում ագնա հարցրա։ Ես իմ ինքնասիրության հարցներ, ու մեր ընտանիքի պատվի հարցը։ Ելովա կուրցի, ում է տեսեղ է։ Սարոն է եղետս, ուրիշ մարդ չկար։ Սարո,
Ներս արի։ Ես ինչ արիր, բա։ Ինչի համար։ Քաքերդ եմ մաքրում հետևիցդ։ Սրան տարեք կորցրեք ստերից։ Ծոնարը։ Ես էլ ձեր հյուրանոցը։ Ինչ մաքուր է թա։ Դավնեցը կարելի տաքսիով էլ գայինք, բայց մերսի։ Ախպերս քավոր ասես, որ ես իմ ձեռքով ձեզ բերեմ հասնեմ այստեղ, այնպես որ քավորի ասած տոնիկա, չեն քննարկում։ Էլ չեմ համբերում, ուզում եմ սենյակս տեսնեմ։ Դու գնացիք ես ճամփրուկները կբերեմ։ Իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ մաքուր առաջին իմ անուր իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ քնքուշ առաջին իմ անուր տարիներ կսահեն կմեռեն երազներ բոլոր Քո պատկեր անես կպահեմ օրերում անհասած ու մոլոր տարիներ կսահեն կմեռնեն երազները բոլոր Քո անունը հավեր կպահեմ օրերում անհաստատ ու մոլոր Եվ տանջանք և բեկում և թախից Սևորեր եզեր շատ կտեսնեմ Քո անունը հավեր կպահեմ
Սուտ կյանքի եւ դարը մահուդեմ ախ եւ տանջանք եւ վեգում եւ թախից Սորեր իզեր շատ կտեսնեմ Քո պատկերը անս կպահեմ Սուտ կյանքի եւ դարը մահուդեմ Տարիներ կսահեն Ախ մերեն երազները բոլոր Քո անունը հավերժ կպահեմ Սուտ կյանքի եւ դարը մահուդեմ Տարիներ կսահեն Ախ կմերնեն երազները բոլոր Քո անունը հավերժ